Մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի առաջինը լինես տեղեկացված, և սեղմեք զանգակոճակին, որպեսզի նորությունները բաց չթողնես։ Մինչև որ դիտեք շատ կարևոր է, սերիալում ինտրիգները ավելի են շատանում, ինչ-որ մի կին է վերցնում պապիկի հեռախոսը և Դավիթին ասում է, որ ձեր պապիկը իրեն լավ չի զգում, նա գերեզմանում է։ Դավիթը խուճապի է մատնվում և ինչքան հնարավոր է արագ գնում է գերեզմաններ, որ տեսնի ինչ է եղել իր պապիկին։ Տեղափոխում են հիվանդանոց պապիկին, մի քանի զննումներ են անում և ասում են պետք է ստենդավորման անցնի, խցանվել են երկուսը, իսկ վիրահատության գումարը կազմում է 3 միլիոն դրամ ու դեռ չգիտեն ոնց են գտնելու Լեոն ու Դավիթը այդ հսկայական գումարը։ Այստեղից մի բան կա, որ Լեոն հաղթել էր բռնցքամարտը և իրեն մեծ գումար պետք է փոխանցված լիներ, կարող է դրա մասին մոռացել են կամ սա Հունանի ձեռքի գործն է, որ Լեոյին գումար չփոխանցեին։ Ինչ եք կարծում արգելի հեռուստադիտող և հետևորդներ։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանության բաժնում և մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի առաջինը լինես տեղեկացված։